Ողջույն, նորից բարեկամներ, կրկին տան ճանապարհին ամփոփում ենք այսօրվա քարոզարշավը, որը անցկացրեցին քաղաքապետ Ավինյանի, փոխքաղաքապետ Փամբուխչյանի, մեր պատգամավորներից Ջուլիետտա Ազարյանի, ավականու մեր անդամների, մեր երիտասարդական կազմակերպության անդամների հետ։ Շատ ակտիվ քարոզարշավ ունեցանք, եղանք ջրվեժում, նոր-նորքի 8-րդ, 9-րդ և 7-րդ զանգվածներում, շատ ջերմ ընդունելության արժանացանք մեր քաղաքացիների կողմից, խոսեցինք, բարձրախոսով խոսեցինք, տետատետ խոսեցինք, երեխաներին Հայաստանի Հանրապետության քարտեզները բաժանեցինք, բլիթներից բաժանեցինք և անկեղծ զրույց ունեցանք ու շատ ուղիղ հարցրեցինք, տեր կանգնելու ենք այն ամեն ինչ որ ձեռք ենք բերել, տեր կանգնելու ենք խաղաղությանը և հստակ ստացանք պատասխան, որ այո, տեր ենք կանգնելու խաղաղությանը, տեր ենք կանգնելու պետությանը, պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, որը բերելու է նաև բարեկեցության։ Իհարկե եղան նաև ինչ-որ անախորժ միջադեպեր ու քանի որ մենք մեր քարոզարշավը առանց վախենալու անում ենք ուղիղ եթերում, այդ միջադեպերն էլ եղան, ուղիղ եթերում, եւ եթե թաքցնելու բան ունենայինք, հաստատ տես չէինք անի ու որոշ ԶԼՄ-ներ տենց դրանից կինո սարքեցին մեր քաղաքացիներից մեկը, որը երևի մի քիչ դաստիարակության հետ խնդիրներ ունի կամ այլ խնդիրներ էլ ունի միգուցե, կպարզեն, եթե բարիք լինի մեր համապատասխան մարմինները, մեր վրա ջուր լցրեց իրանց պատշգամբից, ենթադրելով, որ պետքա երևի ինչ անենք, մրսենք, վախենանք, չնայած լավ շոքեր ահագին հովացանք, չեմ հասկանում ես այդպիսի մեր քաղաքացիներին, որտեվ եթե ասելու բան ունեն, նախ կարան իշնեն ուղիղ եթերում ասեն, հաճախ ա եղել, որ ասում են, քննադատում են, մենք էլ արձագանքում ենք, երբեմն ընդունում ենք, երբեմն չենք ընդունում, կամ գնա ընտրություններին իր ձայնը տա այն քաղաքական ուժին, որի հետ որ ինչ-որ ապագա է կապում ու ենթադրում եմ, որ այդ քաղաքացին եթե ձայն տա այն ուժերին, որի հետ որ ինքը ապագա է կապում ու այդ ուժերը ընտրվեն, մյուս անգամ, որ ինչ-որ մեկի վրա ուզենա ջուր լցնի, այդ ջուրը, չգիտեմ, որտեղ կհայտնվի, իսկ մենք իհարկե ժպտում ենք, որտեղ դա ոնց ասեմ, իրանց գործիքների մասին է խոսում, ոնց են էլի ուզում պայքարեն ժողովրդավարության դեմ, բայց ինչև է, մի ուրիշ քաղաքացի էլ տենց շուտ հոխորտալով, ասֆալտ եք անում, երբ որ գալիս եք, ակնհայտ սուտ, ասենք խոսերի նորոգման աշխատանքները այս մի 2 ամիսա տեղի է ունենում, ասում Ավինյանը եկել է, դրա համար եք փոսերը լցնում, երբ որ ասացի Ավինյանը երեգա որոշը, որ այսօր պետք է գա, իսկ այդ փոսերը մի ամիսա լցնում են, իհարկե նա տենց նուրբ ասած ձայնը կտրեց, բայց վերջը, էդ էլ է, դրան էլ ենք ուրախ, որ մեր քաղաքացիները կարան ազատ երկրում իրանց կարծիքը արտահայտեն, երբեմն նաև ոչ այդքան քաղաքավարի մեթոդներով, բայց ընդհանուր առմամբ դրական է շատ, երեխաներն են շատ ոգևորված, հատկապես Հայաստանի քարտեզներով հասկանում են, որ դա իրանց ապագան է, մեր իրական Հայաստանը, հասկանում են, որ պետք է խաղաղ երկրում ապրեն, նրանց ծնողներն են հասկանում, տատիկ-պապիկներն են հասկանում և այդպես շարունակելու ենք բոլորի հետ խոսել, բակ առ բակ, փողոց առ փողոց, բնակարան առ բնակարան, սիրելի ընկերներ, չենք հոգնում, սա կարևոր ընտրություն է մեր պետության համար, մեր պետականության համար, սա պատմական ընտրություն է, սա վերջնականապես տարբեր խավարամիտ ուժերի էջերը փակելու ընտրություն է, սա խաղաղությունը հարատև դարձնելու ընտրություն է և այդպես շարունակ կհանդիպենք էլի եթերում, նոր-նորքի զանգվածներում, վարչական շրջանում և այլ մեր համայնքներում լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։